Սիրելի քույրեր եւ եղբայրներ, գբարեւեմ ցեզի հուսամ միշտ հաստատ եք Աստծո խոսքով։ Բարի եկած ես Պիտեր։ Բարի տեսանք, շատ ուրախ եմ որ եմ հետ դառնալու գարին։ Եվ այսօր ինչպես կուզես սկսենք 7-րդ գլուխը գարտամ, թե ոչ ըսելիքներ ունիս։ Գուցե բարձրապես ասել, որ մենք պիտի շարունակենք այնտեղ, որ ավարտեցինք անցյալ անգամ, որ 6-րդ գլուխում հայտնության քիրքին վերջին համարն էր, որտեղ այնտեղ հարցումը դրվեցա, որ վերջին խոսքերը ով գրնա գանկնիլ քարնուգին փարգության արշև թեմ։ Ուրեմն անդերին պիտի սկսենք եւ 7-րդ գլուխ պիտի նայենք հայտնության քիրքին եւ 8-ը որտեղ պիտի ավարտվի 7 գնիկները։ Ուրեմն 7 գնիկները եթե գիշես կամ գիշենք, սկսանք 4-րդ կամ 5-րդ գլուխում մեջ քարնուգը մագաղաթը վերցուց այն որ աթորին վրա նստած էր որ հայր Աստվածն է անոր ցերքին այդ ցերքին վերցուց մագաղաթը եւ սկսավ մեկ գնիկները փանալ մագաղաթին եւ մեզի հայտնել ամեն մեկ գնիկին ինչ պիտի կատարվի ամեն մեկ անգամ որ գնիկը բացավ մագաղաթը քիչ ավելի առաջ տարավ եւ դարձել թեփքեր կատարվեցան ուրեմն հասանք մինչեւ 6-րդ գնիկը եւ այնտեղ հարց մտածեցավ ինչպես ասենք հիմա այդ հարցին պատասխանը ուրեմն ընդմիջումի պես գնա 7-ը չհասած 7-րդ գնիկը եւ մեզի պիտի բացատրե ով են անոնք որ պիտի գրնան քարնուգին փարգության արժեվ գանցի ուրեմն գրնանք մենք անստիլ գուցե շերն եւ հիմա սալիկները եւ այնտեղ գրնանք մի հատ նայել որ ինչ պիտի կատարվի այստեղ ուրեմն այս նկարն որ մեր յետին գար որ հանդիսադեսներ գտեսնան կամ սովները այդ նկարն է որ հրեշտակը գուկա եւ հիմա գնիկը պիտի տնե ամեն մարդկանց ճակատներում վրա որոնք պիտի քարնուկին փարգության թեմ կարողանան կանգնել ուրեմն այս նկարը հիմա գուզեմ որ ավելի մեծացնեմ որ ամեն մարդ դեսնա կարծեմ այս ծովով ավելի հստակ կերևի որ հիմա ավելի մեծ է Ոչ տակավին։ օքեյ ուրեմն ասիկա դենք այսպես եւ հիմա կարծեմ ճիշտ է Եղավ։ Okay, so հիմա այստեղ մի դիսկուսին, բայց չսկսած նորեն շատ արագ կուզեմ այս ընդհանուր միտքը նայել ուր հասանք, ուրեմն մենք ընդհանուր հայտնության նամակը մեկ նամակ եսինք, մեկ քիրք է, առաջին գլուխը մինչև 22-րդ գլուխը, եւ մենք 4-րդ գլուխին սկսանք եւ սկսանք տեսնել, որ Աստված գուքա Թադաստանում մենք տեսանք որ Թադաստանը առաջ եկեղեցի են սկսի ասոդունեն սկսի առաջին 3 գլուխները ավարտեցինք եւ հիմա գտեսնանք Թադաստանը մի շարունակվի հիմա ընդհանուր ժողովուրդների վրա եւ այդ 4-րդ գլուխեն Քրիստոս կվերցնե այդ մագաղաթը եւ Թադաստանները մեզի կսկսի հայտնեն մեկ ամեն անգամ որ գնիկ մգփացվի մագաղաթին վրա եւ այս պիտի շարունակվի ընդհանուր միտքը մինչև հասնենք 20-րդ գլուխուն 15 համարին եւ մեզի ցույց պիտի տա որ մենք հաղթողներ անոնք որ կհավատան անոնք որ գնիկ ունին հաղթողներ ենք նիկեոփարն է հունարենով անգլերեն victor բայց այդ հաղթանակը պիտի դարվի դարաբանքներու ճանապարհով եւ դարաբանքների անցնելով ժողովուրդները առաջին թարեն մինչև այսօր մինչև Քրիստոսի երկրորդ քալուստը քրիստոնյաներն ապիտի անցնին այդ դարաբանքներեն բայց դարաբանքի ճանապարհով է որ հաղթանակը կդարվի ինչպես քարնուկը եղավ մեր օրինակը առաջ ինքը զոհվեցավ իբրև քարն Աստուծո եւ հիմա իբրև հութայի ցեղի արմատը արյուծը նստած է քահին վրա մենք մեր առաջնորդի ճանապարհով նույն դարաբանքներու մեջ ենք անցնիկ եւ ուզեմ ասել որ մենք ընդհանուր գարույցը այս հայտնության քիրքին 4-րդ գլուխին մինչև 8-րդ գլուխու 5-րդ համարը 7 գնիկները մենք հիմա գշարունակենք կորսերդել որուն հասանք 6-րդ գնիկին եւ ընդմիջումը թաթարմը գարների մեզի բացատրելու որ ով գրնան այդ աղետներու մեջ կանգնել եւ 7-րդ գնիկը մենք պիտի տեսնանք 8-րդ գլուխու մեջ պիտի բացվի 5-րդ համարը
Okay, կամ 8-ն մինչև 5-րդ համարը, այնտեղ պիտի ավարտվի 7 գնիկները եւ պիտի փորձենք այսօր մենք հասնել մինչև 8-րդ քուխու 5 համարը եւ այն վերջը հաջորդ section-ը հաջորդ միտքերը սկսի 7-րդ գնիկը ավարտվել է մեջ 7 փողերուն նայել որ հաջորդ անգամ գուսանք ադիգավիտ գրնան գնել okay so հիմա այս մենք ավարտեցինք ինչպես ասենք 6-րդ գնիկով որ հայտնության 6-րդ քուխու 12-ին 17 համարներն էին հարցումը հարցվեցավ որ ով գրնա կանգնել այդ 7-րդ քուխու 1-ին 17-րդ համարներու մեջ այստեղ ընդմիջումը կտեսնանք նկարի մեջնալ որ հոն պիտի տեսնանք ով են կանգնողները եւ Քրիստոս ուրեմն կփանա որ գնիկները մագաղաթը 1-1 եւ հասան այնտեղ որտեղ հարցումը հարցվեցավ եւ 7-րդ քուխուն մեջը 1-ին 17 համարներում այս ընդհանուր միտքը բահենք որ քարնուկը քահին վրա նստած է իբրև հութայի արմադի հութայի ցեղի արմադը արյուծը եւ քարնասուծո 7 աչքերով 7 եղջյուրներով եւ հիմա 7-րդ գդիկը չփացած մեզի պիտի փացադրվի որ ով են անոնք որ պիտի կանգնի ուրեմն անցնենք ընթերցումին եւ պիտի խնդրեմ Կարին ջան որ թուն ընթերցես 7-րդ քուխու առաջին համարը մինչեւ 8-րդ համարը կամ մինչև վերջը, մինչև 17-րդ համարը։ Այո, մինչև վերջը շարունակեմ։ Շատ լավ։ Okay։ Ուրեմն կսկսեմ 7-րդ գլուխ, որոնց վերնակիրը գրված է իսրայելացի 144,000 ժողովուրդ։ Հետաքրքրական է հիմա պիտի հասկանանք։ Ուրեմն անգե հետո դեսա 4 հրեշտակներ, որոնք եգրին 4 անգյունը գեցեր էին ու եգրին 4 հովերը բռներ էին, որբեսի եգրի վրա հով չփչե, ոչ զովու վրա, ոչ ալ ձարիմը վրա։ Ուրիշ հրեշտակ մտեսավ, որ արևելքեն եկավ ու գենթանի Աստծո գնիկը ուներ եւ մեծ ցայնով աղաղակեց այն 4 հրեշտակներուն, որոնց իշխանություն դրված էր երկրին ու ծովուն վնասելու, ու ըսավ. Երկրին վնաս մի ընեք, ոչ ծովուն, ոչ ալ ձարերուն, մինչև մեր Աստուծույն ձարաներուն ճակատները գնքենք։ Գնքվածներուն համրանքը լսեցի, որ էր 144,000 Իսրայելի որդիներուն բոլոր ցեղերեն։ Հութային ցեղեն 12,000 գնքված, Ռուբենին ցեղեն 12,000 գնքված, Գադին ցեղեն 12,000 գնքված, Ասերի ցեղեն 12,000 գնքված, Նեփթաղիմին ցեղեն 12,000 գնքված, Մանասեին ցեղեն 12,000 գնքված, Շմավոնին ցեղեն 12,000 գնքված, Ղևիին ցեղեն 12,000 գնքված, Իսաքարին ցեղեն 12,000 գնքված, Զապուղոնին ցեղեն 12,000 գնքված, Հոսեփին ցեղեն 12,000 գնքված, Բենյամինին ցեղեն 12,000 գնքված։ Համար 9 անգե յետքը դեսա մեծ բազմությունը, որ մեկը չէր կրնար համրել, բոլոր ասկերեն ու ցեղերեն եւ ժողովուրդներեն ու լեզուներեն, որոնք աթորին արչև ու քարնուկին արչև գեցեր էին, ջերմակ հանդերձներ հակած եւ ցերկերնին արմավենիներ բռնած եւ մեծացայն գաղաղագեին ասելով փրկությունը մեր Աստուծույնն է որ աթորին վրա կնստի ու քարնուկին եւ բոլոր հրեշտակները որ աթորին ու երեցներուն եւ 4 գենթանիներուն բոլոր դիկը գեցեր էին իրենց երեսներուն վրա աթորին արչև ինգան ու Աստծո երկրպագություններին ասելով ամեն օրհնություն ու փառք եւ իմաստություն ու գոհություն եւ բադիվ ու զորություն եւ կարողություն մեր Աստծույն Հավիտյանը Սավիդենից ամեն ու երեսներեն մեկը ինձի ասավ ասոնք որ ջերմակ հանդերձներ հակած են ով են եւ ուրգե եկան ես ալ ասի անոր դերիմ թունքի դես ասավ ինձի ասոնք են մեծ նեղութենեն եկողները որոնք իրենց հանդերձները լվացին ու զանոնք քարնուկին արինովը ջերմկցուցին անոր համար Աստծո աթորին արչևեն եւ իրեն գծարային ցորեկ ու կիշեր իր դաջարին մեջ եւ աթորին վրա նստողը իր վրանը պիտի դարածե անոնց վրա այսուհետև ոչ պիտի անոթենան ու ոչ զարավին
ոչ էլ արևը կամ տաքությունը անոնց վրա պիտի ինա։ Վասնզի քառնուկը, որ աթորին մեջ է, պիտի հովվեզ անոնք, ու թեպի գենթանի ճուրերու աղբյուրները պիտի առաջնորդե զանոնք եւ Աստված բոլոր արցունքները պիտի սրբե անոնց աչքերեն։ Ամեն։ Ամեն։ Ուրեմն մենք պիտի սկսենք ամիջապես 7-րդ քուխի առաջին համարեն եւ այստեղ պիտի տեսնանք, որ 4 հրեշտակներ կան։ 4 հրեշտակներ։ Մենք եթե գիշենք, մենք 4 էակներու մասին խոսեցանք անցյալ անգամ, որ սերդեցինք, եւ 4 էակները այն, որ արուձի նման էր 4-րդ քուխուն մեջ հիշված եւ 5-րդ քուխուն մեջ հիշված, այն որ հորթի նման էր, այն որ մարդու նման էր եւ այն որ արձիվի նման էր, իրենց միջոցով քահեն քարնուկը իրենց հրամայեց, որ 4 ցիեր արձակեն։ Եվ այս 4 ցիերը, որ արձակվեցան, Աստծո աթորեն հրամանը դրվեցավ այդ 4 էակներու միջոցով, եւ այդ 4 ցիերը աղետներ պիտի բերեին երկրի վրա, որ մեկ քառորդը պիտի աստվեր այս երկրակունքին, եւ այդ 4 ցիերը ասինք մենք սպիտակցին, գարնիրցին, սեպցին եւ քլոր, որ կանանչ թեղնուց այսպես հիվանդի քույնցին, նայեցանք Զաքարիայի առաջին գլուխը եւ Զաքարիայի 6-րդ գլուխը, եւ մենք այնտեղ ասինք, որ այս ցիերը ոչ թե փարացիորեն ցիեր են, որ ցիեր պիտի հեծան երկրի վրա, այլ ասոնք ինչպես այդ ժամանակ 4 հովեր կամ կորձիկներ էին, միջոցներ էին, որում միջոցով Աստված իր Թադաստանը իր աղետները պիտի բերե երկրի վրա։ Հիմա այս 6-րդ քուխուն մեջ, որ վերջին անգամ սերդեցինք, մենք տեսանք, որ այդ ցիերը չարձակված, այդ աղետները չեղած, հարցումը դրվեցավ, որ ով պիտի գրնա այս աղետներուն, ջանդախներուն արջև գանքնիլ քարնուկին փարվության արջև։ Եվ պատասխանը հիմա կսկսի ասելով, որ այս 4 անգյունները երկրի վրա, այս 4 հրեշտակները, որ 4 հովերն են, հիմա կտեսնանք, որ այդ 4 էակները եւ 4 ցիերը այստեղ մեզի ետ կփերե, որ մեր միտքերը, որ ասոնք 4 հրեշտակներ են, այսինքն սպասարկող հոգիներ են Աստուծո, այդ է հրեշտակի իմաստը, անգելոս բառը, եւ 4 հովեր են, այսինքն կորձիկներ են, որում միջոցով ոչ թե փարացիորեն 4 ֆիզիկական հով մը գա, որ պիտի փչի, այլ աշխարհի 4 անգյուններ կամ 4 կողմերը, հյուսիս, հարավ, արևմուտք, արևելք, այս հրեշտակներուն, այս հովերուն գսվի որ ոչ մեկ աղետ այս թեր չկադարվի, մինչև որ հիմա պիտի եսե հաջորդ համարի մեջ Աստված իր կորձը պիտի նե եւ պիտի կատարե գնիկ ցնելով իր ժողովրդի վրա։ Ուրեմն 7-րդ քուխուն 2-րդ համարի մեջ գսե ուրիշ հրեշտակ մնա դես, այսինքն 5-րդ, եւ ուր դեն գուքար արևելքեն գիչներ եւ ցերկուներ գնիկով պիտի գնքի ամենում։ Եվ այս ինչու համար արևելքեն գսե, որով շատ անգամ շնորհքը արևելքեն գուքա։ Նայ, եւ որ 5 դագարանի մեջ նայինքն է, դաջարը հին ուխտի մեջ թեպի արևելք պիտի նայվեր։ Երբ որ Ադամ Եվա թրախտը վթարվեցան թրախտեն, իրենք արևելքեն թեպի արևմուտք գերտային, այդպես կսե ծննդոց քիրքին 4 կամ 5-րդ քուխուն մեջ իրենք պիտի հերանային շնորհքեն Աստծո ներկայությունեն պիտի սկսեին երթալ աքսորվիլ թեպի արևմուտք։ Եվ որ դաջարը շնվեցավ, արևելքի գոմն էր, որ պիտի քահանան թեպի արևելքի գոմը երթալ, միշտ հիշելով, որ ինչ գործընծուցին արևելքի գոմեն, այդ իրենց դերոջը ներկայության արջևը լալ, եթե մի բարդեզին մեջ։ So քահանայապետը դարի մեկ անգամ որ այնտեղ գմտնար սրբության սրբոցը, այնտեղ երկու քերոփաները որ կային, բանին ուխտի տաբանակին վրա, պիտի հիշեցնեին այդ երկու
հրեշտակները, որ հրեղեն հրեշտակները սուրով կանգնած, թույլ չի տային, որ Ադամ Եվա ետ մտնան թեպի արևելք այդ դարածքը, որտեղ Եթեմի բարդերն էր։ Այդ դաջարին միտքը ադեր, որ դարի մեկ անգամ քանան թեպի արևելք նայելով եւ թեպի արևելքի գողներ այդ սրբության սրբոցը ինքը պիտի երթար եւ մտնար այնտեղ, որ իրենք ակսորված էին այնտեղ եւ վայրեր դերոջը ներկայություն։ Ուրեմն երբ որ նաեւ Եզեկիելի գիրքը Մարգարեությունը կարդանք, գսե ես տեսա, որ գամած Աստծո փառքը ցկեց խորանը եւ արևելքին թեպի արևմուտք սկսավ Աստծո փառքը հերանալ եւ նոր գրագարանի մեջ որ գնայինք գսե Հիսուս արևելքին պիտի կա եւ մտնա դաջարը ուր որ դերոջը ներկայությունը յետ պիտի կա արևելքին so ինչ որ արևելքին երկրորդ կալուստին Հիսուսին այո երկրորդ կալուստին մասին գսե արևելքին այսինքն ցիթենյաց լերը թեպի այդ կողմի հիմա օրինակ համար անոնք որ գավադան որ ֆիզիկապես նորեն դաջարը պիտի շննի նորեն Հիսուս պիտի կա միտքը այդ էր որ ոչ թե անպայման ֆիզիկապես այնտեղ պիտի կա այլ արևելքեն եկածը շնորհքն է Աստծո ներկայությունն է Աստծո փառքն է եւ այս հրեշտակը լավ բան կբերե որ արևելքեն գուքավոր այսինքն սպասարկող հոգին եւ ինչ պիտի ինե իրեն պաշտոն մդրված է որ այդ արևելքի գոմեն Աստծո գնիքը ունի եւ պիտի գնթե մարդկանց հիմա պիտի նայենք անոր մենք նայենք նույնիսկ մեր արաքելական եկեղեցին խորհուրդը միշտ խորանը թեպի որ գոմ գնայի գարին արևելք միտքը այն է որ արևելքը արևը այդտեղ են է բայց արևը ոչ թե մենք արևաբաշտ էին գադերին բայց երբ որ հավատքի եկանք այդ արևի այդ ուժ զորությունը արևին լույսը որ գուքար մենք հասկացանք որ այդ լույսը Քրիստոսն է եւ անոր համար եկեղեցին է թեպի արևելք եւ թեպի Երուսաղեմի գոմը գնայի ինչպես Երուսաղեմի դաջարը գնայր եւ այնտեղ շատ աջակ նույնիսկ մեր եկեղեցին հոս Տորոնտոյի մեջ դարը գա այսինքն էյությունը Աստծո եւ բադոհամը գա այնտեղ արևի նման հրած են լույսը գուքավոր եկեղեցին մեջ արևելքին յետ դերոջը ներկայությունը գուքավոր նույնիսկ մեր արաքելական եկեղեցիներու մեջ այո արաքելական կսես բայց ընդհանուր ամեն եկեղեցիները ածևով չեն չէ ընդհանուր ամեն եկեղեցիները այդպես չեն որով ասենք գրնալալ ուղափար եկեղեցիները այդպես հրած են հայ արաքելական եկեղեցի են դուրս բայց ոչ ամեն քույր եկեղեցիները այդ նույն ցևով հրած են որով կան եկեղեցիներ որ հարավ հյուսիս արևմուտք այդ բաներում չեն հետևած պայման չէր որ այդպես լա բայց խորհրդանշող միտք մնա ուրեմն լավ բան գուքավոր այսը միտքը այդ է դերոջը ներկայություն են գուքավոր արևին գողմեն այսինքն այնտեղը որտեղ Ադամ Եվա դերոջը ներկայությունը կբայնեին այդ դրեն այս հրեշտակը գուքավոր եւ պիտի գնքե եւ այս հրեշտակը ցայմը գլսե որ Հովանես եւ գսե որ այդ ցայնը Հովանեսին այս իրեն զորություն դրված էր այս հրեշտակին եւ ինչ զորություն դրված էր որ գործանե ինչ որ այդ 4 ցիերը դինեն չէ 4 անգյունները աշխարհի 4 հովերու միջոցով պիտի գործանվեր բոլոր փնությունը եւ ինքը ուրեմն այդ 4 հրեշտակներուն այս 5-րդ հրեշտակը գխոսի գսե որ հաջորդ համար 7-րդ համարի սկիզբը երրորդ գներես 7-րդ քուխու երրորդ համարին սկիզբը գսե որ մի գործանեք այս փնությունը եւ ինչ է ուրեմն այդ փնության ինչ մասերը ուրեմն խոդերը ծարերը ճուրերը եւ այլն ասում մի գործանեք գսե որ առաջին 4 այդ ցիերը խորհրդանշեր ոչ թե մարտիկ որ պիտի գործանվին այլ փնությունը որ պիտի սկսի քանթերիլ եւ այս 4 գտեսնանք որ նկարի մեջ չէ 4 հրեշտակներում այս 5-րդ հրեշտակը բարձրացային այսինքն գուզե որ ամեն աշխարհի գոմը լսվի այս 4 հրեշտակները կարծես բոլոր աշխարհի վրա կանգնած գսպասեն որ հրամանը Աստծոն է որ երբ պիտի ներածի գա այս 5-րդը գսե որ գեցեք վարյամը
Այս հովերը չեկած որ պիտի կորցիկները լան միջոցները լան աշխարհի փնությունը քանթելու սպասեցեք կսեմ սպասենք շատ լավ սպասենք մինչև երբ ուրեմն պիտի Պիտեր ներողություն, սպասենք բայց արդեն չէ սկսած ասենք թե երկրաշարժեն կամ չհեղեղեն ասենք չէ սկսած գորուստները որ գբադահին հիմա թե ոչ ավելին է որ պիտի ալա ուրեմն ասիկա բացմության փան այլափանության նման ցեվով մեզի առաջ կդանի որ յետ կդանի որ դերոջո հոգին մեզի ցույց տալու որ նայեցեք ես այս ավետները պիտի ուղարկեմ եւ գուղարկեմ որ երկրի վրա բայց միշտ արիտ մուգուդամ որ այս ավետներուն ընթացքին որ մարդիկ ելք ունենան միջոց ունենան փրկվելու ով պիտի լան ասում որ պիտի փրկվին ով պիտի լան ասում են որ այստեղ 7-րդ քուխուն 3-րդ համարի վերջին մասը գսել անոնք որ իմ ծառաներս են որոնց ճակատներու վրա պիտի կնքվի գնիկ մրգություն հիմա արաքելական եկեղեցին ասիկա միրոն օրտնեք կամ միրոն գսեն միրոնը կգնքեն ճակատի վրա միրոն գտնեն այո այդ միտքը որ այդտեղ են եկած է շատ չեն հասկանալ ասմաները բայց մեր սովորությունները հիմնական միայն ավանդություններ չեն որ եկած են այլ ավանդություններ են որ եկած են Աստծո խոսք են կարելի շատ չեն հասկանալ չեն ակիդեր ինչու գնեն բայց այս միտքերը այստեղ են որ այն որ կհավատա Քրիստոսի այն որ կմգրտվի այն որ վերստին կծնվի այն որ Քրիստոսի արյան դակ արյունը կընդունի իբրև միակ միջոցը փրկության այդ արդակին ցևով եկեղեցին ցև մկդած է այդ նշանը տնելու միրոն եւ այսինքն օձել նշանակել որ այդ անձը դերոջը կպատկանի գնիկը միայն միտքը հետեւյալն է որ պատկանելություն որուն կպատկանի դες շատեր գսեն մենք հայերուն կպատկանենք կանադացիներուն լիբանանցիները չէ մենք Աստծո թագավորության կպատկանենք եւ քարնուկին մենք իր հարսն ենք իր ստրուգն ենք իրեն ժողովուրդն ենք որ դեսնանք հիմա ուրեմն ուզեմ որ գնիկի մասին վարյամը անդրադառնանք Եզեկիելի 9-րդ գլուխը 3-րդեն 11 համարները դու կգնաս ուղիղ էկրանի վրա են գարտալ եթե գուզես Շատ լավ, ուրեմն Իսրայելի աստուծուն փառքը, որ քերոփեներուն վրա էր, անոնց վրայեն դանսեմը իջավ եւ գանչեց գդավե սկեստ հակած ու մեջքը քրակիրի գաղամար ունեցող մարդը եւ դերը անոր ըսավ Երուսաղեմ քաղաքին մեջեն անցիր ու անոր մեջ եղած բոլոր բղծություններուն համար հարաճող ու ողբացող մարդոց ջագադներուն վրա նշանտիր Իսկ մյուսներուն ըսավ անոր յետևեն քաղաքեն անցեք ու զարգեք աչքերնի թող չխնայե ու մի ողորմիկ ձերը երդասարտն ու գույսը բզդիկ դղակն ու գիները սպաննեցեք ու գործընծուցեք բայց նրան նշան ունեցող մարդուն ամենևին մի մոդենակ իմ սրբարանես սկսեցեք ուստի դանը արչև եղող ձեր մարդոցմեն սկսան 7 եւ անոնց մարդոսմենը սկսան եւ անոնցը սավ դունը աբագանեցեք ու կավիտները մերելներով լեցուցեք ու ելեք անոնք ելան ու քաղաքին մեջ շատեր զարգին եւ զանոնք զարգին ու ես մնացի այն ադեն երեսիս վրա ինգա եւ աղաղագելով ըսի ո դեր Եհովա տուն Երուսաղեմի վրա կու փարգությունը տապելով Իսրայելի բոլոր մնացորդը փնաչինչ պիտի ընես ինձ ըսավ Իսրայելի եւ Հութայի դանը անօրենությունը խիստ շատ մեծ է ու երգիրը արյունով լեցվեցավ եւ քաղաքը անիրավությունով լեցվեցավ վասնզի ըսին դերը երգիրը թողուց ու մեզ չի դեսներ ուստի իմ աչքսալ պիտի չխնայե ու պիտի չողորմիմ իրենց հադուցումը իրենց գլուխը պիտի բերեմ ահա գդավե սկեստ հակած ու մեջ կգաղամար ունեցող մարդը լուր բերավ ու ըսավ ինձի հրամայածիտ բես ըրի ուրեմն այստեղ մենք օրինակ մգտեցնանք որ գարցականք է այնինչ որ 7-րդ քուխում մեջ նման
պատկերը կա, ինչ որ 5 դարանի մեջ եղավ այս պատմությունը եւ այս ինչ որ եղավ նորեն այս մարդը հրեշտակի պես կուքա Եզեկիելին եւ այս բաները իրեն դեսիքով ցույց կտա որ ինչ պիտի ելա եւ գսե որ այս մարդը իրեն պիտի երթա եւ այս պիտի գնքվին անոնք որ բողջություն այսինքն անոնք որ թեմային այդ բողջություններուն որ կկատարվեր Երուսաղեմի մեջ որով Եզեկիելի ժամանակ եթե գիշես նույնիսկ ժողովարանի մեջ դաջարին մեջ բողջություններ գալար որ գուրքեր կբաշտվեր որ եւ Եզեկիելին ցույց այս դեր Աստված իրեն բայց դեսե անոնք որ թեմ են այս բողջություններուն անոնց ճակատները պիտի կնքվին եւ որ ժամանակը կա այդ սուրով ամեն անոնք որ չեն կնքված պիտի սպանվին եւ ասիկա իր ժողովրդին գսեւոր իր ժողովուրդը պիտի որ աննազան բնձություններով գուրքապաշտությունով որով ինչպես մենք առաջին 3 գլուխները եւ որ սերդեցինք հայտնության քիրքին դեսանք որ Աստծո Թադաստանը գսկսի իր դունեն բայց ուրեմն այդ երկսարի սուրը որ Հիսուսի փերանեն գելե եւ այդ 7 պատկանները որ դվավ 7 եկեղեցիներուն այդ իր սուրով որ իր խոսքն է որ ճշմարտությունն է ճշմարտությունով գբայքարի սուդերուն թեմ որ նույնիսկ եկեղեցիներու մեջ թափանցած եւ բողջություններ կան բայց հիմա այստեղ մենք հայտնության 7-րդ քուքուն մեջը պիտի տեսնանք որ այդ եւ որ այդ Թադաստանը իր ժողովրդին վրա գսկսի Թադաստանի իր ժողովրդին վրա գմակրե գսրփակորձե ինքը ուրեմն իր եկեղեցին գմակրե որ գսրփակորձե եւ այսօր նույնը գնա որ մեր այս 21-րդ տարի մեջ պիտի նայենք եթե շատ զգուշ պետք է լան օրինակ համար մենք որ հայերս կսենք մենք առաջին քրիստոնյաներն ենք Աստված մեզի ավելի հաշվի դու պիտի բռնե որով մենք իբրև հայերս աշխարհին պետք է ինք ավելի լույսը լալ քան անոնք որ այս վերջին օրերում մեջ դարձի գուքն եւ Աստված մեզ մի պիտի սկսի մեզի ավելի մակրե մակրակորձություն պիտի նե իր եկեղեցին եւ այդ ոչ միայն որևէ մեկ համայնքի անունով դրված եկեղեցի այլ ընդհանուր հավատացյալներ որ գսեն հավատացյալ են որ քրիստոնյա են մեզ մի պիտի սկսի մեզի մակրե որով միջև մեզի չմակրե ինքը թուրսիներուն եթե սկսի մակրել անոնք պիտի թուն մեզի կթադես որ առաջ ցերին քուգինները չեն ենթարկվի գորնազանտեր ուրեմն Աստված եթե ինքը արդարորեն Երուսաղեմի այդ բնձությունները որ գլար եթե ինքը արդարորեն չի թադեր ինքը ինչպես ուրիշ ազգերուն պիտի թադեր այդ ժամանակ ուրեմն իր ժողովուրդենը սկսավ Թադաստանը Ութայի վրա եւ անօրենությունները խիստ շատ մեծ են հսա եւ քաղաքը անօրենությունով լեցված է հսա եւ իր հարգությունը եկավ իր քաղաքին վրա ուրեմն մենք շատ զգուշ պիտի լանք այսօրը գտեսնանք որ մեր շուրջը ինչեր գլավ որքան եկեղեցիներ եւ առաջնորդները այդ եկեղեցիներով հովիվները քահանաները եպիսկոպոսները չեմ գիտեմ ինչե որ աստիճան բարձր առաջնորդներ դերոջը Թադաստանը արդարը իր ժամանակին ինքը մակրակորձություն գնե եւ ինքը գնե ինձ ծավով գնե իր կորձն եւ այստեղը գսե նույնիսկ պիտի սպաննվեին ասում հիմա ասված այդ իր ցերկն ինքը ինձ ծավով իր Թադաստանը արդար Թադաստանը գտել է բայց անշուշտ մենք շնորհքի դար ենք այսօր եւ մենք պիտի տեսնանք որ միջոց մգա որ այդ Թադաստանը մեր վրա չի կա այդ 4 հովերում միջոցով Գիտես Պիտեր հիմա երբ որ գիտեմ որ պիտի անդրադառնաս բայց այսօրվա ներկա քաղաքական լուրերը երբ որ գլսենք մարդիկ են սեբեկտե նախակահ են կամ քաղաքական մարդիկ են հրաման գուտան եւ գսեն երգիրը բարբեցեք ադի մարդու խոսքն է բայց ասբարակային հոս Աստված է որ գսե բավական մեծ պատասխանատվություն է մեր անձերուն համար որքան մենք որ խոսքը գիտենք խոսքը բահենք եւ լավ օրինակ գլանք եւ կայտակղության միջոց չդառնանք ուրիշներուն որբեսի անոնք բրգվին եւ հերու մնան եւ իրենք կգնկվին այո գնկվելու հնավ ուշ չէ ապաշխարելու որևէ մեկին համար
ըլլա քաղաքական առաջնորդները, ըլլա հոգևոր առաջնորդները, ըլլա հասարակ ժողովուրդը Աստված բոլորին ոչ մեկուն չուզեր, որ գործամբի գսեն։ Ոչ մեկ ինքը չի հաջիր, որ մարդկանց տեսնա, որ մերնիլը եւ կամ թժոք երթան կամ գործամբին, բայց որով արդար է եւ շնորհքի ճանապարհը մտված է մեզի գուզե որ ընտրենք այդ շնորհքի ճանապարհը, բայց չընտրենք եւ ըմփոստանանք ինչպես այս ժողովուրդը Աստված որով արդար է նաեւ ինքը շնորհքով ողորմությունով լի է, բայց նաեւ արդար, եթե արդար չլար, ինչ օգուտ ողորմությունը ինչ իմաստ պիտի ունենար, որում պիտի ողորմեր, եթե ամենում, եթե պիտի ողորմի եւ մարդիկ ըմփոստության մեջ պիտի մնան, ուրեմն ինքը արդար չէ։ Արդարը լալու պատճառով ինքը նաեւ գտադե անարդարությունը։ Եվ ինքը մարդիկ կկործած է իր կործներով։ Ինքն է խոսողը, ինքն է հրնողը, հրեշտակներն են, որ երկինքեն, արևմուտքեն կամ արևելքեն գուղարկվին եւ պիտի կնքեն եւ պիտի այս բաներն ադիկա միայն խաղապարն է, միտքն է, բայց Աստված իր կործիկները երկրի վրա իր անհատները ունի հարի կամ չար։ Ասալս եմ, որով եւ որ Երուսաղեմը սխալ բաներ կներ, որ Գիրոս թագավորը օգտագործեց Աստված իր թադաստանը փերելու իր ժողովրդի վրա եւ սա իմոձիալս Գիրոսը, այսինքն չար անհավատ թագավորը անգամ գործածեց թադելու իր ժողովրդին, որ փոստության մեջ էին։ Սո շատ զգուշ պիտի լանք մեր այսօրվա քաղաքականություն, այսօրվա անցուդարձերը, որ գլան որ երկրի վրա, չկարծենք որ ինչպես Աստված շատերը գսեն ուր է Աստված, գիտես, նույն հարցում որ մինչև երբ դեր Աստված կամ ինչու մեզի այս բաները գլա, որ մենք միթե արդար չենք, մենք իրեն քրիստոնյա անվանված ժողովուրդն ենք գսենք, բայց արդյոք կաբրինք որ այդ կյանքը հրյաներն ա գսեն, որ մենք Աստծո ժողովուրդն ենք, բայց ըմփոստ վիճակի մեջ էին։ Աստված պիտի իրենց մաքրեր առաջ, որ վերջը ազգերուն թասը լան եւ իրենց ալ թաստի արագ։ Սո այստեղ մենք կտեսնանք օրինակ հին գտակարանի մեջ, որ ինքը իր ժողովրդի վրա արավ, բայց 7-րդ գլխում մեջ այդ հրեշտակը գուղարկվի, որ ինչն է առաջ կնքելու, ինչպես այստեղ կարդացինք, չէ, Երուսաղեմի քաղաքի մեջ են անցիր ու անոր մեջ եղած բոլոր բողջություններուն համար հարաճացող ու ողբացող մարդոց ջակատներուն վրա նշան թիր։ Հիմա հայտնության քիլքի մեջը նույնը գլավը, բայց ֆիզիկական նշանի մասին չի ասիկա, որ մարդիկ կան, որ ֆիզիկական նշաններ գտնեն, դաջվածներ ունենան, բայց նորեն ինչ բիղծ կան, չէ, թաթու, դաջված գտնեն։ Ուրեմն ֆիզիկական նշանը չէ, որով ասոր միտքը այն է, որ քու միտքը դերոջը գծարայեցնի, որ թուն իրեն գնիքը իր իշխանության դակ ես, քու խորհուրդները ասո խորհուրդներն են, որով նաև գա հագասող գնիքը, որ 10-րդ գլխում մեջ դեսնանք, որ վիշաբնալ գնիկը պիտի տնե ջակատներում եւ ցերկերում վրա։ Այսինքն անոնք, որ միտքերնին գծարայե, որ վիշաբին կամ խազանին, սատանային կամ ցերկերին, այսինքն կորձերը։ Okay, մենք կտեսնանք, որ 5 գդարանի մեջ Աստված ասած է իր ժողովրդին, որ այսպես ջակատնոցներուն վրա դուք մտնեն եւ ցերկերուն վրա, որ խոսքը կար մեջը։ Եվ այդ ծավալ պիտի իրենք միշտ հիշեին, որ իրենց միտքը եւ իրենց կորձերը, ցերկերը պիտի ծարայեցնե խոսքին պիտի ընդհարգվի։ Խոսքին եւ ասո գամքը պիտի կատարի։ Այսօր նույն բանն է, ասիկա մարդիկ կգարձեն, որ չիպը պիտի թրվի ջակատի վրա կամ ցերկերու մեջ, անշուշտ գրնա ադիգա ի վերջո անոր դանիլ ֆիզիկավես, բայց միտքը ասոր արմադը ոչ թե ֆիզիկական ինչ պիտի թրվի թուրսեն, այլ միտքը ոչ թե ջակատի վրա ինչ կուզես թաթու է, եթե տուն ապաշխարես ասված զարագն է։ Քու միտքը դերոջը գծարայե, տուն իր ծարանես, իր վերստին ծնված զավագնես, քու ցերկերդ, քու կորձերդ իրեն գծարայեցնե։ Գիտես, ուրեմն այս շատ կարևոր է, որ այս գնիքը մենք ոչ թե դեսանելի օրեն նայենք, որ այդ գնիքը ունենք չունենք,
այլ հարցն դերը մեզի կնքած է այդ կնքելու համար պիտի տեսնանք ինչ պետք է ով պիտի կրնականգնի քիչ ու վերջ այս քուքուն ուրեմն անցնիկ նաև այդ միտքին եւ որ ասված 5 դագարանի մեջ կնքեց իր ժողովուրդը իրենք նշանը պիտի ունենային ադնելու եւ այդ նշանը եւ որ հрьяաները Եգիպտոսի մեջ էին եւ քերի էին եգիպտացիներուն Աստված ջանդախներ պիտի խրգե, բայց այն ջանդախները չխրգած փարավոնի վրա, որ պատկեր մնե սատանային եւ ներին, Աստված ասած էր իրենց, որ 10-րդ ջանդախը չգած, որ քարդուկ մորթեն եւ այս զադիգը պիտի լար, փասեխ կսեն, որ դերոջը մահվան հրեշտակը իրենց վրայեն պիտի անցներ եւ անոնք որ քարնուկին արյունը իրենց թրանտիկներում վրա կամ թուրերում վրա թրած էին, դերը այդ տուները պիտի այդ առաջնեկները չպիտի զարներ, չպիտի մեռնեին։ Ըլլա Եգիպտացի, ըլլա հրյա եւ իրենց անասունները նույնիսկ պիտի մեռնեին առաջնեկները բոլոր հրյաներում կամ Եգիպտացիում, բայց այն որ թներ, ուրեմն ասված աչարություն չներ, Եգիպտացիներուն նա որ թրին կրկվեցան, այսօր նույնը պիտի տեսնանք այս քուլուխի մեջ որ հիմա 12,000 ամենցերեն պիտի խոսի Հակոբի ցեղերուն մասին, բայց վերջը պիտի սկսենք 9-րդ համարեն անտին տեսնալ, որ ամեն ցեղեն լեզու է ազգի ժողովուրդը Աստված պիտի փրկե։ Սո աչարությունը նոր աստուծումը չենք հետևել։ Նույն Աստվածն է, ինչ որ անցյալի նրավ հрьяաներուն եւ եգիպտացիներուն հետ, նույնը գնա այսօր հրյաներուն եւ հեթանոսներուն։ Այսինքն շատ ավոր օրինակ մնե դերը չէր որ անտրանիկները սպանեց, դերը բարձրապես անհնազանդներն էր որ սպանեց։ Այո, անհավատները եւ քալիք օրերուն մեջ երբ որ այսպիսի բաներ բադահին, մեկը իրավունք չունի ասելու համար ուր է իր Աստված։ Այո, այո։ Հստակորեն դերը Այո, ասե, խնդրեմ։ Այո, հստակորեն հոս մեզի օրինակներ են, այսինքն Սուրբ Գիրքին ամեն մեկ խոսքերը այսօր կգրկնվին մեր այսօրվա օրերու մեջ ետ կգրկնվին։ Ամեն, ամեն։ Ուրեմն պատկերը նույնն է, բայց հիմա ընդլայն ծված է։ Այն ժամանակ միայն հрьяաներուն եւ Եգիպտոսի այդ պատկերը հիմա ընդլայն ծված է բոլոր աշխարհին եւ ամեն անոնք որ քարնուկին արյունը Քրիստոսը լալով մենք ուզեմ 9-րդ քուքուն եւ 7-րդ քուքուն 9 համարեն անտինային պիտի տեսնանք որ արյունն է կարևոր քարնուկը այնտեղը ֆիզիկական քարնուկ էր բայց մեզ համար քարնուկը ըստ Հովանու Ավետարանի առաջին քուքու 29 եւ 36 համարներու մեջ կսե Հովանես Մկրտիչ Հովանես Արաքյալի Ավետարանի մեջ որ ահա քարն Աստուծո որ աշխարհի մեղքերուն քավություն գնի արյան միջոցով բայց հիմա այլևս անասուններ վեճունիկ ներծնելու զոհեր մալուցանելու ժողովարանի մեջ կամ գաջարի մեջ այլ հավատքով մենք այդ արյունը հիշելով որ մեկ անգամ միշտ խաչին վրա մեռավ եւ իր արյունը թափեց Հիսուս հավատքով ընդունելով մենք նշանին մեր վրա նշանը գտելի գնիկը կստանանք միտքը որ դերոջ կպատկանի վերստին ծնված ենք իր զավակներն ենք իր հետ հաշտված ենք եւ ասիկա կպահանջի ապաշխարություն ասիկա կպահանջի խոնարհություն որ ընդունիք Հիսուսին եւ ուրեմն այստեղ անոնք որ դուներուն վրա ուզես կարդալ թե արդեն ուզեմ մի մեկ բան ասել որ անոնք որոնք ասենք գարնուկ կամ կենթանի գմորթեն անոր արյունը իրեն ճակատին վրա գտնեն կամ զոհ գնեն մեր հայկական դոներում մեջ ալաստիսագադարությունները կան հիմա որ այսինքն փաստադրությունը տուն լավ ասեցիր լավ է որ Աբաշխարես որ Հիսուսին արյունը չէ պաված քեզի եւ կացած գենթանիին արյունը տուն զոհրածես եւ կսածես ճակատիդ վրա դունիդ թուրին վրան այնպես չէ այո հիմա ես որ Հայաստան կփնագեի 93 թվականներուն եւ մինչեւ չեմ գիտեր 2000 թվականներուն կդեսնայի որ մարդիկ եկեցի գերտային մադաղ գսեն եւ քարդոպը գտանեին որ զոհվի եւ այսնալ կանաները իրենց գսեին ճիշտը գսեին կանաները որ գարիկը չկա երբեմն կարնեին ուզեին որ քարնուկին արյունը իրենց ճակատներում վրա խաչի ցևով դրվի
Ադիգա պետք չի կարնել, այլևս ինչ պետք ունիս քարնուգին արյունը, ֆիզիկական քարնուգի արյունը, որ տնես, ասիկա սնոդի պաշտության կնման։ Այդ Հիսուսի արյունը հավատքով մենք կընդունենք, որ թափվեցավ եւ մենք այդ արյունով կմաքրվենք, կսրբվենք եւ կփրկվենք, ինքը քինը վճարելով մեր մեղքին համար, իր կյանքը զոհելով, իր արյունը, իր կյանքը դալով։ Մենք պիտի տեսնանք քիչ վերջ այս կողմում պիտի խոսենք 7-րդ։ Ուրեմն գուզես գարտամ Պիտերս համարը։ Գարտամ եկա չաչուդ ատի խոսեցանք ասոր մասին։ Այո, շատ արագ անցնեմ, որտեղ միշտ խոսքը լսելը Տերոջը զադիգն է այն գիշերը Եգիպտոսի եգրեն պիտի անցնեմ, ու Եգիպտոսի եգրի մեջ բոլոր անդրանիկները մարդ կամ անասուն պիտի զարնեմ, Եգիպտոսի բոլոր ասվածներուն վրա դաստան պիտի գադարեմ, ես եմ դերը, արյունը ծեր դուներուն վրա նշանի համար ըլլա, որբեսի երբ արյունը տեսնեմ, ծեր վրայեն անցնիմ եւ հարվածը ծեր վրա չկա ծեզ գործընծնելու երբ Եգիպտոսի երգիրը զարնեմ։ Այո, ուրեմն կտեսնանք արյունը Ղևտացոց 17-րդ գլխու 11 համարի մեջ եւ Եբրայեցիս 9-րդ գլխու 22 համարի մեջ նշված է իբրև միջոցը, որում միջոցով մեղքերու թողություն կամ սրբակորձվելու մաքրվելու միջոցներ։ 5 դագարանի մեջն է նոր գդագար։ 5 դագարանի մեջ է ֆիզիկական քարնուկի միջոցով, որում միջոց եղավ մեզի սորվեցնելու, որ ի վերջո քարն Աստծո իր արյունով կատարեց մեկ անգամ ընդմիջ բոլոր ազգերու, բոլոր սերունդներու, բոլոր ժամանակի համար եւ անոր համար է որ մենք իր արյունը կհիշենք ամեն անգամ որ Հիսուսը սա ինչեւ որ իմ արյունս չխմեք եւ իմ արմինս չուտեք չեք կրնար փրկվել այսինքն չեք կրնար թողությունը ստանալ մեղքերու այդ միտքը հաղորդության ժամանակ միշտ կհիշենք ամեն գիրագի կամ ամեն անգամ որ հաղորդություն գտնվի եւ ասիկա ինչ որ հոս ելից քիքի մեջն էր որ հрьяաները բիդինեին դարվան սկիզբը բիդելար ինչպես հիմա մենք ալենք դարվան սկիզբը այս թեվով իրենց դարին բիդի սկսեր հիշելով ոչ թե քեյվ գերուխում չամիչ եւ պիլավ եւ չեմ գիտերիչ այլ որ ինչպես ասված իրենց փրկած է հիմա մենք անշուշտ այդ սովորությունները չենք հետևի բայց ավելի լավ գլար որ մենք այս բաները մտածենք որ նոր դարի չէ, եթե մենք Քրիստոս չունենք եւ իր արյունով չենք փրկված, ոչ, բայց մեզի համար նոր դարին ամեն օր գրնալալ եւ որ նորոգվենք իր արյունով։ Եվ հաղորդությունը ամեն անգամ որ արնենք հիշենք, որ ինչ մեծ քինը իր մահը պիտի հիշենք։ Չսեր իմ հարությունս, չսեր մրազներս, իր մահը հիշելով։ Այո, խնդրեմ։ Նո, ես հարցում չունիմ, բարձրապես որ պիտի շարունակենք։ Այո։ Ուրեմն Ելից քիքին 28-րդ կողում 36-28 համարները գսե գուզես ընթերցել խնդրեմ Այո, ուրեմն զուտ ոսկիե թիթեղ մշին է ու անոր վրա գնիկ փորակրելու պես սրբություն դեյարն փորակրե Գաբուդակ ժաբավեն մա անցուր անոր որ խոյրին վրա թրվի եւ խոյրին վրա անոր արչեվի գոմը ըլա անիգա Ահարոնին ճագադին վրա թողըլա որբեսի Իսրայելի որդիներուն նվիրված բոլոր սուրբ ընձաներուն ովևէ անօրենություն Ահարոնը գրե միշտ իր ճագադին վրա պետք է ըլա որբեսի անոնք ընդունելի ըլան դերոջը արչեվ Ուրեմն գտեսնաս այստեղ Ահարոնը Մովսեսին եղբայրն էր Եվ ինքը երբ որ պիտի մտնար այդ սրբության սրբոցը ինքն ալի պրև քահանայապետ, այնտեղ ինքը իր ջագադին վրա այդ ջաբավենի վրա այդ կամ ինչ որ հակած էր, անոր վրա պիտի այսպես այս նշանը լար, որ ինքը այդ միշտ իր ջագադին վրա պետք է լա որբեսի անոնք ընդունելի լան դերոջը արչև։ Ինքը կներկայացներ բոլոր Իսրայելի ժողովուրդը։ Ուրեմն ինքը այդ ճակատին վրա տնելով ոչ թե այնտեղ ֆիզիկական նշանն է, բայց ինքը կներկայացներ ժողովուրդը դերոջը արչև։ Քահանայապետը, ինքը քահանայապետն էր այդ ժամանակվա։ Ուրեմն կտեսնանք, որ ասենք նշաններ ճակատներում վրա կտրվեր եւ երբեմն հիմա այսօր ալ շատ կան որ հարավանություններ, որ քխարկ մը գահակնին կամ թակը գահակնին եւ անոր վրա դարբեր նկարներ կամ բաներ դրված են այդ սովորությունները այդ բայց պայման չէ որ ունեն այս բաները այլ ավանդություններ են որ երբեմն ասենք չենալ քիդեր շատ անգամ ինչու գնեն ինչ գնեն բայց միտքեր կան որ առնված են խոսեն եւ գտնված են
մեր ավանդություններում մեջ բարձրապես մեզի հիշեցնել տալու այս բաները եւ ոչ թե օրինապաշտությամբ ասել, որ եթե այսպես չլա, ուրեմն սխալ է։ Շարունակենք։ Ուրեմն այստեղ տեսնանք հրեշտակը գուքա եւ կսկսի գնքել եւ պիտի գնքե բոլորին եւ ով են գնքվողները 7-րդ քուխուն 4-րդ համարի մեջ կսե եւ ես տեսա եւ ես կսե լսեցի ավելի ճիշտ է դա է այստեղ ամիր տարերով անգլերենով դրած եմ այստեղ լսեցի թիվը անոնք որ գնքված են եւ նկարի մեջ այստեղ մենք կտեսնանք այսպես քարագուսիներ որ ժողովուրդներու բազմություններ են որ 12 ցեղերը Հակոբի որ վերջը իր անունը փոխվեցավ Իսրայել անվանվեցավ 12 ցեղերեն 12000 գնքված ամեն ցեղերեն լսեցի գսե Հովանես որ գնքված են ուրեմն այստեղ եւ գսկսի թվել ամեն ցեղերեն 12000 Հութայի ցեղեն, Ռուբենի ցեղեն, Գադի ցեղեն եւ անունները գուտա եւ այստեղ գիշե նաեւ Հովսեփը եւ Մանասեն իր որդին, բայց Էֆրայիմը որ մյուս որդիներ անունը չի դար եւ Դանի անունը այստեղ դուրս ցկված է եւ այստեղ նշված է նաեւ բանը Հովսեփը ուրեմն եւ որ նայենք առաջին օրինակներում որ ցեղերը դարբեր հերթականությամբ դրված էր 5 դատարանի մեջ դարբեր դեղեր ժամանակ չունիք նայելու որով շատ հաջող նշված է բայց ծննդոց գիրքի մեջ առաջին անգամ Հութայի ցեղեն չի դար սկիզբը անուններով բայց այստեղ Հութայի ցեղը ամենաառաջին գիշ է որով ի վերջո հերթականությունը կարևորությունը ասոր այն է որ Հիսուս Հութայի ցեղեն պիտի կար Հութայի ցեղեն պիտի կար արյուծը Հութայի ցեղեն պիտի կար այն որ պիտի իշխեր Իսրայելի խորհրդանշող այդ միտքը եւ Բենյամինն այստեղ վերջինը գիշվի հիմա 12000 գսե չպիտի մտնամ հիմա ինչու համար Դանը չեր հիշված եւ ինչու Եփրայիմի փոխարեն Մանասեն գա եւ Հովսեփը բայց կուզեմ ասել որ թեթևակի հիմա համարները չեմ դար բայց շատեր գավադան որ աս չեն հիշված ոչ թե որով այդ ցեղերը անհնարին գլա եթե փնավ մեկը չի փրկվի գիտես կամ փրկված չլա եւ մենք ասկե պետք է հասկանանք որ փարացի օրեն պիտի չառնենք ասոնք որ փարացի ցեղերն են որ դերը փրկե որ կամ գնքե որ այս ժողովուրդները որով եթե անանք երթան գսել է որ Փնավ այս ցեղերը մեկը գնքված չի դիլա որ նշված չէ ոս բայց ասված անշուշտ է այս ցեղերուն անհատներ կային որ Աստծո ժողովուրդն են հոս բարձաբես այդ միտքն է որ տանը գսեն որ դադի ցեղեն եղողներ ասում գուրքապաշտության մեղքեր կործեցին եւ նաեւ Եֆրայիմը կարելի այս պատճառներով է որ չկա իրենց անունները եւ այլն բայց մեզի ընդհանուր միտքը այն է որ այս 12000-ը կխորհրդանշե 12 անգամ 12 որ գնե 144000 կամ 12 անգամ 12 անգամ 1000 որ ընդհանուր Իսրայել ժողովրդի քաղաքար Իսրայել ժողովուրդը պիտի լար այն ժողովուրդը որուն Աստված կանչած էր իր ընդրյալ ժողովուրդը լալու որում միջոցով պիտի ասված իր կորձներ մինչև Քրիստոսի ծնունդը եւ այդ միջոցով ասված Իսրայելի ժողովրդին օրհնություններ տված էր սկսելով Աբրահամեն որ Աբրահամը Իսրայել չէր անվանված Հակոբ Աբրահամը եբրայեցի էր բայց Աբրահամի խոստումը դրվեցավ որ փոխանցվեցավ Իսահակի եւ Իսահակը Հակոբի եւ Հակոբի անունը Իսրայել փոխվեցավ եւ այդ ժողովրդի միջոցով ասված պիտի հայտնվեր բոլոր ազգերուն եւ իր ընդրյալ ժողովուրդներ որուն միջոցով սուրբ ազգմնեին սեփական ժողովուրդը եւ իրեն քանայության թակավորությունը այդ միտքը Պետրոս Արաքյալ գարնե իր նամակին մեջ եւ երկրորդ քուխու մեջ 9-10 համարներու մեջ գսել ցուկեք այդ ընդրյալ ժողովուրդը սուրբ ազգը սեփական ժողովուրդը քանայության թակավորությունը եւ ադիկա կփոխանցե քրիստոնյաներուն եւ մենք ուրեմն մաս կգազմենք
այդ խոստումներուն ժառանգելով Քրիստոսի միջոցով, որ Աբրամի սերունդեն եկավ եւ իր որդիներ հավատքի քիզեն, Այո, մենք կորթեքրինք եւ պատված կլանք Իսրայելի ժողովուրդ, մենք կկատարենք այդ հավատքի ճանապարհով Աստծո ժողովրդին մասնիկ մնալ։ Հիմա նայ, այստեղ գլսե ասպաները եւ 12000 ամեն սևերել, բայց երբ որ նայի 7-րդ քուքուն 9 համարի մեջ, եւ որ նայի ինքը գտեսնա բազմություն ամեն ազգերը, ամեն ժողովուրդները 7-րդ քուքու 9 երբ որ ամեն ազգերը գսես ոչ միայն ես իսրայելացիները։ Այո, այսինքն իսրայելցիներն ամեջ լալով, Այո, չարություն չներ ասված, բայց այնինչ որ գլսե այս Իսրայել Աստծո ժողովրդի մասին, եւ որ նայածը ինչ որ գտեսնա ընդլայնում մնե այնինչ որ գլսե, որ 12000 ամեն ցեղերեն 144,000 միտքը ինչպես ասի 12 անգամ 12 որ խորհրդանշե Հակոբի 12 ցեղերը եւ Քրիստոսի 12 առաքյալները անգամ 1000 որ ամբողջության կամ մեծ TV խորհուրդն է որ այս բոլորը նույն անցերու մասին գխոսի գոտ հрьяաներ եւ հեթանոսներ որ Աստծո ժողովուրդն է եւ դիտի տեսնանք նորեն արյան միջոցով, քարնուկի միջոցով, Հիսուսի միջոցով, այլևս ոչ հрья գա, ոչ հեթանոս կա։ Բոլորը սա նոր արարածներ են Քրիստոսի մեջ եւ Աստված ունի մեկ ժողովուրդ։ Այլևս աչարություն չներ հрьяի եւ հեթանոսի։ Բոլորը սա Քրիստոսի միջոցով պատված եղած են եւ իր ընդրյալ ժողովուրդն է, քահանայության թագավորությունը, սուրբ ազգը, սեփական ժողովուրդը, ինչ որ Ելից քիրքի 19-րդ քուխու 4-5-6 համարներու մեջ հрьяներուն ասած էր, հիմա գվերակրվի նաև եկեղեցին։ Հավատացյալ։ Գիտես Պիտեր, քունիտերը շատ հետաքրքրական են, եթե ամեն մեկ նյութերուդ գենամ եւ հարցնեմ ուրիշ նյութերու պիտի անցնենք, բայց միշտ իսրայելացիներուն հрьяներուն համար մենք միշտ կլսենք, որ Աստծո ընդրված ժողովուրդն է։ Դեռևս օրմա արիթոմը միայն ասոր վրա գետրոնանանք Աստծո խոսքով մեզի բացադրես, որ մեզի ավելի հստականա։ Ինչ կխորիս։ Անպայման շատ կարևոր նյութ է եւ ժամանակ կառնի, որով այսօր կան միտքեր այս նյութի շուրջ, որուն հիմա շատ չեմ ուզեր որ կուզեի ավարտենք, կարծեմ Այո, որտեղ մեր ժամանակը հասած է, այո։ So արդեն ասալ ասենք ավարտենք եւ ուրիշ անգամ կամ հաջորդ անգամ գրնանք քիչ ավելի խորանալ եթե պետք է լա կամ 14-րդ քուքուն մեջ գրնանք որով այնտեղ 144,000-ը նորեն հայտնության 14-ի մեջ պիտի հիշվի եւ հոմ քիչ ավելի ագրնանք մանրամասն երթալ ուրեմն ամեն ցեղե ազգե ժողովուրդը լեզուի պիտի ասում կգայնեին ուր գսե խորանին արչը Աստծո աթորին արչը եւ քարնուկին արչը Եվ սպիտակ հանդերձներ հագած էին եւ ցերկերնին ինչ ունեին արմավենիններ։ Այս միտքը եթե գիշես Հիսուս երբ որ Երուսաղեմ մուտք ունեցավ արմավենիններով իրեն թիմավորեցին հաղթանակի այդ միտքը ունի։ Հաղթանակ թագավորը մուտք ունենա որ փարավոր Երուսաղեմ թագավոր իրեն պիտի հրճագեին գիշես։ Եվ այստեղ այս արմավենիները մեզի այդ հիշեցնել գուտա որ հաղթանակ տարված է սպիտակ հանդերձներն ալ հաղթանակ տարված են եւ սպիտակ են ինչու սպիտակ են սպիտակը հաղթության գիտես նշաններ սպիտակ ծիվրա գեզնալ բայց այստեղ այս բոլոր ժողովուրդները խորանին արչեւ աթորին արչեւ գսե կանգնած են եւ քարնուկին այսինքն հավասար չափով գտեսնվի Աստված եւ քարնուկը եւ ինքը իբրև թակավորներու թակավոր դերերու դեր քարնուկը մենք ասինք ով է նախքին վիդեոներու մեջ նորեն կհասկանանք 5 գդագարանի այդ զոհը որ եղավ Եգիպտոսի այդ իրենց դուրս ելնելու ադեն ժամանակ զադիկի ժամանակ որ Քրիստոսն է այդ Հովանու ավետարանի առաջին քուքու 29 համար Աստծո գարը որ աշխարհի մեղքերը գքավեն եւ սպիտակ հանդերձներ հագած են ուրեմն
7-րդ քուխու 10-ը համարի մեջ ինչ կնեին ասում, կերքեին բարձր ցայնով եւ գաղագեին փրկությունը մեր Աստծուին կպատկանի, այն որ նստած է աթորի վրա եւ քարնուկին։ Նայ երկուքը նույն չափով կբաշխվին, որ նույն չափով կփարավորվին, կմեծարվին, որ եւ ժողովուրդը ինչ որ Հիսուսին անվանեցին իբրև թագավոր եւ որ Երուսաղեմ մուտքը եղավ, հիմա այստեղ երկինքի մեջ կտեսնի որ արդեն հաղթանակը դարած է եւ աթորի վրա նստած է քարնուկը, նույն աթորի վրա որ հայրը նստած ինքը հոն ասու աջ կողմը արդեն աջ կողմսելով ինչսել է զորության կողմն է, որուն Քրիստոս քարնուկը նստած է հորը աթորի վրա եւ հիմա ամեն իշխանություն երկինքի մեջ եւ երկրի վրա իրեն դրված պաշտպանում կլավ եւ գաղագին որ բարձր ցայնով մենք պետք է աղագենք այսօր մեր երկերը, մեր փարափանությունները ոչ դասանք մերա ցայնով այլ աշխուժությամբ բոլոր երանքով որով դերը արդեն հաղթանակը դարած է մեզի այդ պաշտամունքի մեջ մենք արդեն հիմա գվայելենք որ հիմա ցուն եւ ես այդ հաղթանակի մեջ կմտնանք որ այս միտքերը երկելով եւ հիշելով բաժին ունենք եւ նաեւ ով էր աթորի վրա ոնց այս նկարը փորձեցի քիչ ներկայացնել որ քարնուկը այդտեղ աթորի վրան է 4 էակները իր շուրջ 7 զամփյուղները կամ լամպերը Խորանին արչեր ինչ որ 4-րդ գլխուն մեջ տեսանք եւ 24 երեցները խոնարհված երկրբակեն որ այս քարնուկին որ 7 եղջյուր ունի 7 աչք ունի եւ բոլորը այս խորանի շուրջն են եւ ամենը իրենք գինան որ երկինքի մեջ իրենց երեսներու վրա եւ կպաշտեն որ աստուծին իրենց երեսներու վրա մենք կմիանանք որ հիմա իրենց այս բային մենք արդեն բաժին ունենք այս բոլորի մեջ ներներնես հետո երկինք երթալը հետո չէ Հովանես այս բոլորը գտեսնա որ մեզի քաչալերը որ մենք արդեն այս բոլորի մեջ մաս ունենք հիմա որով մենք այս խումբն ենք եւ դիտեսնանք ինչպես ուրեմն երկինքեն ինչ կսվի որ եւ այս բոլորը ժողովուրդը նորեն եթե հիշես 5-րդ գլխուն մեջ սուրպես չէ որ 5-րդ գլուխը նայ սերդեին այնտեղ մենք տեսանք որ 7 նաբադիկ ցևով թե հայտության 5-րդ գլուխու 12 համարի մեջ եւ այո այնտեղ 7 նաբադիկ քարնուկին գիտես այն որ զորություն ունի հարստություն իմաստություն ուժ օրտնություն եւ փառք եւ բադիր հիմա այստեղ մեկ փարը փոխվի որ բայց նորեն 7 նաբադիկ փարափանությունը բարձրանալու այսինքն կատարյալ փարափանություն բոլոր ինչ որ գրնանք մեր խոսքերով ասել փարափանել իր մասին այստեղ գարտահայտվի որ այս բազմությունով որ ամեն ցեղը լեզու է ազգի ժողովուրդ է որ ինչ որ Հովանես տեսա որ գնքվեցան որ 12000 ամեն ցեղեր են հիմա ինքը կտեսնա որ նույն խումբն է բայց հիմա ոչ թե նույն Իսրայելն է բայց այդ Իսրայելը հեթանոսներն ա բաժին ունին այդ բոլորի մեջ եւ հрьян եւ հեթանոս եւ ասոնք սպիտակ հակած գանկնած են աթորին արջև եւ ինչ հարց կդրվի որ գսիգոր որ մեկ հատ երեցներ են մեկ այդ երեցները որ 24 երեցները որ խորանին շուրջ են անոնցմի մեկը Հովանեսին գսիգոր որ ով են ասոնք որ սպիտակ հակեր են եւ այս գփարապանեն որ այսպես քարնուկին եւ այն որ աթորին վրա նստած է երեցը գարցնե որ Հովանեսին քիչ դարօրինակ է որով Հովանես ոն եկել է ինքը այս բաներ իրեն կհայտնին որ եւ ուրեմն Հովանես կդառնա որ գսե որ խնդրեմ գսե որ տուն ինձ է տուն գիտես տունը ինձ ով են ասում եւ անա պատասխան գուտա որ երեցը որ 24-ն է որ Խորանի շուրջն է եւ գսե որ ասում են անում որ մեծ նեղություն են դուրս ելան եւ իրենց հանդեսները ինչերին քարնուկին արինով լվացին եւ սպիտակացուցին նայ քարնուկին արյունով նորեն արյունին գոքանք ինչ որ ելից քիրքին 12-րդ քուքուն մեջ մենք տեսանք որ այդ փրկիչը Մովսեսը չէ Մովսեսը միջոցն էր որում միջոցով քարնուկին արյունը պիտի իբրև օրինակ որ կարծականք է մեզի այսօր որ մեզի սորվեցնե ասված
որ այդ ցևով փրկվեցան ֆիզիկական քարտուկներու արյունով, որ պրանտիկներուն եւ թուրեն վրա դրան, մենք այսօր հավատքով այդ արյունը ոչ թե պիտի խմենք կամ ուտենք կամ մեր թուրերուն կամ ճակատներուն վրա տնենք, այլ հավատքով պիտի ընդունենք, որ այդ արյունի մեջ զորություն կա, հավատքով եւ հավատքով փրկություն կա, մենք նույն ցևով մեր նեղություններու մեջ այս առաջին թարեն մինչև Քրիստոսի երկրորդ քալուստը Հովանեսը սավ չէ առաջին գլխուն 9-րդ համարի մեջ ծեր եղբայրագիծը որ նեղության մեջ է եւ Աստծո թագավորության մեջ ծեր եղբայրագիծը ինքնամեջներ մենք ամեջնենք բոլորս ալ քարնուգին արյունով մենք կպաշտպանվենք եւ ինչ կշարունակի օրսել երեցը եւ ուրեմն գսե որ անոնք որ բան Աստծո աթորին արչև են քիշեր ծորեք դաջարին մեջ իրեն գծարայեն եւ իրենք պիտի պաշտպանվին իր ներկայությունով իր պաշտպանությունով եւ այլևս անոթի պիտի չլան այլևս չի պիտի ծարավին եւ արևը իրեն չի պիտի այրեն կամ ոյ մեկ տակություն ասիկա մերնել են հետո օրը աբակայի համար չէ նորեն միտքը այսօրվա համար է մեզի համար բոլոր ամոք որ այս նեղության մեջ են մենք բոլորս կանցնենք որ եւ նեղությունը ոչ թե պիտի քիչնա շատ նա երրի վրա բայց այս նեղություններուն մեջ մեր հույսը դրած են քարնուկին եւ Աստծո վրա որ մեր փրկիչն է եւ դաջարի մեջ քիշեր ծորեք դաջարը դերմը չէ որ ֆիզիկապես պիտի երթանք այլևս հայտնության 21 գլուխը գարտանք դեգսը որ այլևս այդ քաղաքի մեջ դաջար չի գար որով քարնուկն է իր դաջար մենք ենք իր դաջար Սուրբ Հոգին քու մեջ, իմ մեջ կփնագի եւ հավաքարապար։ Մենք իր դաջարի մեջը քիշեր ծորեք, այն որ խորանի վրան է կպաշտենք իրեն։ Քիշեր ծորեք, այլևս արևին բանը դակությունը մեզի չի պիտի զարնի, ոչ թե ֆիզիկապես, անշուշտ արևը մեր վրա գուքա եւ գրնանք շատ երկար արևին դակը եթե նստենք գրնանք այրվիր եւ այլն, բայց միտքան է որ մեր պաշտպանությունը քարնուկին միջոցով է որ մեզի կպաշտպանե որ եւ իրեն աթորին արչևն ենք եւ իրեն հովանավորության դակ ինքը մեզի հով կդանի որ եւ նա ինչ կնեգո այդ քարնուկը մեզի այդ խորանին վայրեն որ այստեղ նայեք քարնուկը 7 այդ աշտանակներուն արչև Քրիստոսն է որ նստած է փայլատակումներ որոդումներ բուքա նաեւ 21-րդ գլուխը հայտնության քիրքին որ քետ մգա եւ այդ քաղաքը գսե այլևս արևին կամ լուսինին լույսը բեչունի որով քարնուկն է թե իր դաջարը եւ թե լույսը հասկանաս եւ ինքը մեզի գարաչնորդ է որ քարնուկը պիտի տեսնանք ուր գենթանի ճուրերուն ինքը մեզի գտանի որ ագ ու ախմիրին քարնուկի միջոցով մենք եկած ենք հոր Աստծո առջև եւ ինչ որ Երեմիան Երկրորդ գլխու 13 համարի մեջ ասավ դուք երկու մեղքեր կործած եք իր ժողովրդին ասավ մեկը թողած եք ագ ու աղբյուրը գենթանի ճուրի որ Աստված ինքն է եւ երկրորդ ցակցագոտ քուփեր կփորեք որում միջոցով չեք կրնար հակեցնել ձեր զարավը հիմա Քրիստոս ինչպես ասավ Սամարացի գնոջ Հովանու 4-րդ գլխու մեջ հա Հովանու 3-րդ գլուխ հա 3-րդ գլխու մեջ ասավ որ այն որ ինձ գուքա գենթանի ճուր պիտի ուզեի ինձ մեն եւ գենթանի ճուրը գուքա խորանեն հիմա մենք գուքա որ Սուրբ Սիոն սարեն ու որ 14-րդ գլխու մեջ պիտի տեսնանք մենք որ այս ժողովուրդը 144000 քարնուկը գարաչնորդ է որ Սիոն սարը ուր է եկեղեցին ագ ու աղբյուրը Քրիստոսն է հոգեվոր իմաստով եւ մենք այնտեղ եկած ենք հիմա կարին դու ես մենք մորցած ենք մեր սափորը Սամարացի գնոջ նման ինչու նույնիսկ եկանք չենք հիշեր որ գենթանի մարմնավոր ճուրը պիտի խմենք մարմնավոր ուդելիքը պիտի ուտենք մենք հիմա գժաշակենք որ Քրիստոս հիմա մեզի գողովով է որ ինքը քարնուկն է որ խորանին մեջտեղն է բայց նաև ինքը մեր հովիվն է 20-րդ Սամոսը գիշենք չէ դերս ես փանի մգարոտություն պիտի չունենամ զիս խոտավետ արոտներու մեջ կբարգեցնե հանդարտ ճուրերու կով ինձ կարաշնորդ է հոգիս կնորոք է իր անվանը համար արդարության ջամփաներու մեջ կարաշնորդ է ինձի թեև մահվան շուքի ծորի մեջ ապնդիմ չարեմ պիտի չվախնամ վասնզի թուն ինձ հետ ես քուցուբը դու կավազանը ռանում զիս պիտի մխետ թարեն
ու սեղան կպատրաստես իմ առջևս իմ թշնամիներուս դիմաց ուր են թշնամիներուս ամեն կողմից սատանայական աշխարհի մեջ են իմ թշնամիներուս դիմաց սեղան կպատրաստես ինչ սեղան հաղորդության սեղանը արյունը եւ հացը քինին եւ հացը որ խորհրդանշե Քրիստոս գերեք եւ ճաշակեցեք եւ տեսեք ինչ քաղցր է դերը մեզի հովություն գնե որ այսօր աշխարհի որև մեկ տեղ որ ենք դարբերություն չներ ուր ենք մեզի մեր հովիվը գերակրե երկնային մանանայով գենթանի ճուրով եւ մեզի գենթանի ճուրերում կփերը որ հիմա է մեր հովիվն է մեզի փերող այստեղը եւ մեր արցունքները գսրբե եթե ցուն դժվարությունները կանցնես ով հանդիսադես կամ լսողները մեր սիրելի քույր եղբայրները դերը հիմա ներկայ է քո արցունքները ծրբել ոչ թե մերնել է վերջ արցունքները ամեն հիմա քեզ իր ներկայությունով պիտի մխիթարե պիտի քաչալերե պիտի քո ցավերը միան ինքն է որ գրնա հասկանա որով միան ինքն է որ քարնուգներ որ նաև հովիվն է ինքը հովիվ չեղած քարնուգներ որ ինքն նույն դարաբանքներեն անցավ նույն ցավերը իր մաշկի վրա սկաց որում միջոցով հիմա ինքը կրնա մեզի հասկանալ այնպես ինչպես որ ոչ ֆիզիկական հովիվը կրնա ոչ մայրդ հայրդ ոչ քույրդ եղբայրդ ոչ զավակները սո դերը մեր արցունքները հիմա կսրբեգոն ամեն այս դարաբանքներում մեջ եւ ուզեմ ավարտենք այս 8-րդ գլուխն եթե ունենք ժամանակ եթե ոչ հաջորդ գնանք հաջորդին ցկել այո եւ որ հաջորդին ցկենք այո հաջորդին ցկենք այս միտքով ավարտենք որ Հովաննու 10-րդ գլխում մեջ Հիսուս գսե որ ես եմ բարի հովիվը եւ իմ ոչխարներս ինձ կճանչնան իմ ցայնս կլսեն այսօր թուն եւ ես իր ցայնը լսեցինք այսօր գլսենք որ իր ցայնը որ մեզի գսե եկուր ցկե ամեն բան վերցուր քո խաչը եւ ինձի հետեւե նա այսօր մենք գսենք որ թուրսը ժողովուրդները գսեն տրամին հետեւե follow the money բայց Հիսուսը ասա որ չես կրնար թե մամոնը եւ թե Աստված բաշտի մեր հովիվը մեզի գսե որ մեր հովիվը որ քարնուկ եղած է հետեւե քարնուկին նայ Պետրոս Արաքյալի 21-րդ գլխում մեջ Հովաննուի մեջ ասա զիս կսիրես Պետրոս այո ասա 3 անգամ ինձի ամենավերջը այդ գլխում 21-րդ գլուխը Հովաննու ավետարան ասա ինձի հետեւե հովիվին պիտի հետևենք ինքն է որ քարնուկներ ինքն է որ մեր հովիվն է իր ցայնը եւ որ լսենք մեր հոգի եւ կյանք կստանա եւ իր քարնուկները իր ցայնը գնան զանազանել ճանչնալ եւ գենթանի ճուր խլել այսօր ինչպես կխմենք որ սուրբ Սիոն սարել հալելույա այսօր Քրիստոսի արյունը եթե չեք ստացած հավատքով իբրև միակ միջոցը մեղքելու թողության հիմա է ժամանակը որում պատասխանը ինչ էր հարցումին ով պիտի գրնա քարնուկին հարգության արժև գանքել այն որ արյունը վրա կնքված է դերոջը իբրև ծարան զավակը եւ իր ժողովուրդը Իսրայել ժողովուրդը այն պիտի գրնա գանքնել այս չար օրերում մեջ եկեք եթե չեք ստացած ովևէ մեկ ազգեցել է ժողովուրդը որ ենք հրյա կամ հետանոց խոնարհվին երջավ արչև աբաշխարենք եւ ասենք Տեր Աստված ները ինձ ողորմի ինձ մեղավորիս կընդունիմ քեզ իբրև դերս փրկիչս եւ արարիչս որ դու մեր ար երեք օր վերջը հարություն արիր եւ միայն քո միջոցով միայն քո արյանդ միջոցով եւ քո անունով ես կդամ ամեն եթե այսօր այդ աղոտ կնես անգեղծությամբ ով լսող թունալ Աստծո փարգությանը քարնուգին փարգության արժե պիտի կրնաս կանգնել մինչև այն օրը որ ես կհավատամ որ շատ շուտով գուքա որ կարինչան որ դերոջը երկրորդ քալուստը պիտի կա եւ պիտի կրնան կանգնել իր արժե ամեն հաջորդ անգամ կշարունակենք բոլորս միասին գնանք ծափել Պիթերին Փառք Աստծո բոլորս միասին փառքը դերոջը վաու ինքն է փրկողը ամեն իսկապես գաղոտ կխնդրեմ ձեզ մեծ լիներ վստահ եմ որ օրհնվեցար շատ կխնդրեմ օրհնես Պիթերը օրհնես քո աղոթներուդ մեջ որ դերոջը արյան պաշտպանությունը իր վրան լա իր ընտանիքին վրա լա իր մարմինին վրա լա կխնդրեմ քեզ եւ ինչ որ դու լսեցիր ասիկա մեկ անգամով չենք կրնա բավարարվել Պիթեր ասիկա պետք է 2-3 անգամ լսենք մտածենք
հարցումներ հարցնենք ինքս ինքնիս, նորեն մտի գնենք եւ երբ որ գիտես առաջին անգամ դերևս կլսես քիչ մը բախծար աս նյութերեն, բայց մենք առաջին ասենք գլուխներեն բացատրեցինք Պիտերը ասա որ հայտնության գիրքը հավատացյալին համար հույս է մենք կնքված ենք ամեն ես շատ կխնդրեմ եթե դու հովիվ ես եթե դու առաջնորդ ես եթե դու քարոզիչ ես անպայման բաժնեկցիր քո եկեղեցիդ հետ, բաժնեկցիր քո ժողովրդիդ հետ։ Ասիկա դերոջը համար է, ասիկա դերոջը գամքն է, որ այս հայտնություն հովանուն, այս օրերուն մեջ դու լսես եւ սորվիս, գիտես խոնարիր եւ դերը քեզի պիտի բարձրացնեն։ Որովհետև կարևոր է որ աս խոսքերը հասկանանք դերոջը ճշմարտությունն է եւ աս ամեն պատկերները որ դրավ ֆիլմեր չեն Netflix-ի բաներ չեն այս նկարները դրա որբեսի մենք ալավելի visual տեսողական տեսնանք եւ հասկանանք շնորհակալ եմ ձեր համբերության որ մտի գրիկ Փառք Հիսուսին եւ թող քեզի քաչալերությունը լավ որ դերը քո արցունքներդ պիտի սրբե հոս երկրի վրա եւ ոչ թե երկինքի մեջ միայն ամեն շնորհակալ եմ Պիտեր քեզի դերը օրհներով օրհնած է ալավելի թող այս հայտնության գիրքը որ դու գսերդես այս էջին վրա թող ասիգա սկզբունքը ըլլա գիտեմ որ չինացիներուն մեջ ընտիկներուն մեջ Հայաստան ասենք կացած է շատ դեղեր Թորոնտո բայց ասիգա քեզի նոր թուրեր բանա թող եկեղեցիներ քեզի առնեն թող քեզի կորձածեն որովհետև դեր այս ամենը որ դված է միայն հոս չէ դված ամեն շարունակենք աղոթել իրեն համար եւ ցեզի բարի շաբաթ կմաղթեմ եւ կմիանանք քալ երեք շաբթի դերը բարի է ամեն